Վայելեցինք շատ գեղեցիկ կատարում, վերադարձանք տաղավար, որպեսզի հաճելի զրույց ունենանք արդեն մեր հաջորդ զույգի հետ։ Մեր տաղավարում է Սարո Գևորգյանը երգիչ եւ Շուշան Ստեփանյան բլոգեր։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր Մենք տաղավարում ենք շատ ուրախ։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Դեռ լավ։ Շատ։ Լարված չեք, որ երեկոյան արդեն բարձ է լինելու թե ով է հաղթողը։ Սպասումով լարված չէ, բայց սպասումով։ Սպասումով։ Մի քիչ Դուք հետ եք չէ գնանք։ լինելու բայց հաղթողը։ Չեն կարող։ Դե ասեք, հա, Մենք էլ չգիտենք։ մեր տաղավարը Մենք էլ էներգիա ունի, չգիտենք։ դրական էներգիա ունի։ Ասեք, այո։ Մանիֆեստ կանենք։ Բավոր ասենք մենք ենք հաղթելու, չհաղթենք։ Արդեն հաղթել եք դուք։ Հա։ Իրականում հա, բոլոր Այո, բոլոր զույգերն էլ հա։ արժանի են ու բոլորը լավն են։ Երբ որ առավոտյան այսքան առաջին հյուրերի հետ մեր զրուցում ենք, ովքեր ռեժիսորն ու պրոդյուսերն էին հանդիսանում, նրանք նույնպես համաձայնեցին, որ մասնակիցների համար եւ ոչ միայն նաեւ ամբողջ աշխատակազմը այս ընթացքը ամենաջերմ ու ամենատակ ընթացքն է եղել ու շատ-շատերի համար սա շատ հետաքրքիր փորձառություն էր, որ նրանք անցան ու շատ հետաքրքիր մասնագիտական նաեւ փորձ ձեռք բերեցին։ Եվ հետեւաբար բոլորն են հաղթող եւ թող չընկճվեն չհաղթող զույգերը, որտեղ նրանք արդեն իսկ հաղթող են, եթե եզրափակում են։ Այո։ Փաստում եք։ Միանշան։ Նայրը ճիշտ էր ասում։ Ես առաջարկում եմ մի փոքր հետ գնանք դեպի ձեր մանկություն, որովհետև երկու աստղը դեռ շատ երկար ճանապարհ է անցել Հայաստանում, հետևում եք երկու աստղին այն ժամանակ։ Ես չէ, Ես այո։ Այս տարի եմ իմացել երկու աստղի մասին, Անի Արզումանյանի շնորհիվ, Ահա, կոլեգայից, երբ մասնակցում էր նախորդ եթերաշրջան։ Ես մանկուց հետևել եմ, դիտել եմ ու իմ էլի եմ ասել, իմ ամենասիրելի զույգերից մեկն էր Արամեն Պետրին ու Շպրոտը ու Լուիզային եմ ֆիքսել սիրել Ռազմիկի հետ Ես այդ ամյան ելույթը նայել եմ, Մասկայի ելույթը, ֆանտաստիկ էր ու միշտ երբ որ դիտում էի երկու աստղը ծնողներիս մայրիկիս միշտ ասում էի ես ուզում եմ մասնակցել երկու astղին երբ որ մեծանամ ու հաղթեմ ու լինեմ Ճիշտ է գնում։ ու լինեմ Արամեն Պետրիի նման արտիստ միշտ փոքր ժամանակ դա էի ասում երկու աստղի ժամանակ եմ էլի ասել Հրաշալի։ ու շատ ուրախ եմ որ մասնակցեցի ու Շուշանն իմ զույգը անչափ շնորհակալ եմ Հարային հեռուստաընկերությանը ամբողջ անձնակազմին, որովհետև բոլորը շատ պրոֆեսիոնալ ու ամեն ինչ արել եմ, որ մեր բոլորի ելույթները չի տարբերվել ինչ որ զույգի, որ Կողմնապահություն չի։ բոլորիս ելույթներին աշխատել են օր ու գիշեր, որ մենք ունենանք լավ ու սիրուն ելույթներ։ Մեր արխիվում Ինչպիսին էր ձեր արձագանքը, երբ որ հրավերը ստացաք։ ես մի անգամից ասել եմ չէ։ Ինչու։ Իմ համար շատ վախենալու էր թվում, որովհետև ես ընդհանրապես կապ չունեմ այս ամեն ինչի հետ։ Օրինակ կան մարդիկ, որ փոքր ժամանակից երազում են բեմի մասին։ Ես երբեք չեմ երազել բեմի մասին ու չեմ սիրել բեմը։ 3 հոգուց ավել մարդ որ լինում է, ես արդեն ամաչում եմ խոսել։ Ստեղ էր մի քիչ։ Ու իմ համար շատ վախենալու էր, մտածում էի ինչ գործ ունեմ ես այնտեղ։ Իսկ ինչպես մտափոխվեցիր Շուշան։ Համոզված էի, գնում էի հանդիպման, համոզված լինելով որ ասում եմ չէ, բայց ասեցի, լավ մի հատ գնամ տեսնեմ ինչ են ասում, հետաքրքիր է։ Ասեցի շատ լավ ես երկրում, շատ լավ է ստացվում, կարա ասենց ասեցի լավ։ Ես կարող եմ պատմել այդ Հայացքին։ Իհարկե։ Երբ որ Անուշիկը զանգահարում է ինձ, նախ ողջունենք Անուշիկին, զանգահարեց ինձ, ասեց, որ կմասնակցես երկու աստղին, ես մի անգամից ասեցի, որ այո, ու շատ ուրախացա, ասեց, բայց դեռ զույգ չունես, պետք է գտնենք քեզ համապատասխան զույգ, ու մի քանի օր մտածելուց հետո չէինք հասկանում ում հետ կարող եմ, ասեց, հենց հիմա պետք է գաս հանդիպման Շուշանի Ստեփանյան ու մի անգամից ուրախ գնացել եմ, ասեց, բայց սար եկել է ու ուզում է ասի, չեմ ուզում մասնակցել։ Նստեցինք, մենք իրար չենք ճանաչում, մի անգամից մտերմացանք, ասեցինք, ինչ որ վիդեո ունես, որ երգել ես ու ցույց տվեց սենյակում գիտարով նստած, ես ու Անուշիկը, ասենց նայում ենք իրար։
դու մասնակցելու ես, ասեց՝ մի րոպե, բայց ես գնամ տուն, մի հատ մտածեմ, մի հատ որ ասեցի, չէ, մտածելու, եթե դու հիմա չմասնակցես, ես էլ չեմ մասնակցելու։ Հենց այդ է, ես իմ համար շատ գիտարի, խարույկի շուրջ, կարաոկեում մակարդակի երգեցողություններ էլի, չի ուզում։ Ես սիրում եմ ամեն ինչ անել մաքսիմում լավ։ Եթե լավ չի ստացվում, չեմ սիրում անել, դրա համար մտածում էի, որ չեմ ձգում այդքան, բայց Չէ, դու ամեն ինչ արել ես շատ լավ։ Եվ ասեմ ավելին, բեմին սիրարվել եմ։ Ես Այդ դա շատ ուզում էի սիրում եմ հասնել, բեմը։ բեմի նկատմամբ փոխվեց ձեր կարծիքը։ Պաշտում եմ բեմը։ Ու առաջի ելույթի Բարի ժամանակ, գալուստ մեր շատ։ երբ որ երկում ենք վերջացնում ենք, կանգնած ենք բեմին, որ արդեն ժյուրիները խոսեն, Շուշան ականջից սենց էլի եմ ուզում երկենք կլինի, Շատ հավեսիր կրենք ես։ Եվ իսկապես այն մարդիկ, որոնք ստեղծագործողներ են եւ բեմում են իրենց գործունեությունը, վստահաբար կփաստեն, որ յուրաքանչյուր անգամ 2 րոպե բեմում գտնվելուց անմիջապես հետո այդ ադրենալինի չափաբաժին այնքան մեծ է լինում, որ քեզ թվում է մի ամբողջ կյանք դեռ կարող ես մնալ բեմում առանց տուն գնալու, առանց սնվելու եւ աշխատել ու այդ էներգիան փոխանցել նաեւ դահլիճին։ Այդպես մեզ աշխատացնում են։ Բարի գալուստ մեր իրականություն։ Ինչ ակնկալիքներով եք մասնակցել երկու աստղին։ Միայն հաղթանակի։ Եվ արդյոք արդարացվել են այն ակնկալիքները, եթե ոչ հաղթանակի, թե ոչ։ Դե իհարկե, եթե մասնակցում ես, օրինակ հաղթել, ուզում ես հաղթել։ Նպատակներից մեկն է։ Բայց իմ նպատակներից մեկն է եղել, որ իմ Հայաստանում, իմ երկրում ինձ էլ ավելի լավ ճանաչեն, սիրեն, որովհետև ես միշտ մասնակցել եմ դրսում միջազգային մրցույթների, բայց Հայաստանում էլ եմ մասնակցել մասկաշոուն, դեպի Եվրատեսիլ շատ շուտ ու ինձ համար կարևոր է, որ ես մտնում եմ խանութ, օրինակ այս բանին, երեք Միկին ասաց, որ ես ուղղակի գժվում եմ ձեզ համար, դուք շատ լավ եք երգում, ձեր զույգը ամենալավն է ու ես ինձ շատ լավ եմ զգում ու ամենակարևորը, որ սիրվեմ իմ երկրում ու ունենամ ավելի մեծ լույսեր։ Այդ կնոջը կուզեք ողջունենք։ Հա, ողջունում եմ ես ձեզ ու ասաց, որ ես 1 տարի TV չէի դիտել ու ձեր շնորհիվ ես այսօր դիտում։ Մենք էլ ենք ողջունում ձեզ։ Անունը չեմ հիշում։ Եվ հույս ունենք, որ նա քվեարկել է հենց ձեր զույգի օգտին։ Չնայած քվեարկությունը հիշեցնենք, որ արդեն փակ է, որովհետև համերգային ծրագրից անմիջապես հետո է բացվել 24 ժամով, իսկ հիմա արդեն բարձ է հաղթողի անունը, բայց մենք կիմանանք երեկոյան։ Շուշան, դուք ինչ ակնկալիքներ ունեիք։ Եվ արդյոք դրանք Ես արդարացան։ ակնկալիք ունեի, որ առաջին ոչ մրցույթայինից դուրս եմ մնալու։ Չարթարացվեց։ Ավելի քան, բայց եթե լուրջ ես իմ մասով ակնկալիք ունեի բացվելու։ Ես առհասարակ համոզված եմ, որ մարդ ամեն ինչ կարող է անել, եթե իր ուղեղը իրան չի կանգնացնում կամ կողքից մարդիկ, ու այդ շրջանում ես շատ փակվել էի ու ուզում էի բացվել, որովհետև գիտեմ, որ պոտենցիալ կա, եթե չամաչեմ, եթե չգիտեմ, չվախենամ, կարող եմ շատ բաներ անել ու ավելի քան այդ ակնկալիքը արդարացվեց, ստացվեց։ Ո՞րն է եղել նախագծում ձեր ամենաբարդ փորձառությունը։ Իմ համար ռեժիմն էր շատ դաժան, կար անգամ ելույթ, որ ունեինք 2 օր այդ արանքում եւ այդ ժամանակ ես լացեցի բեմի վրա, երբ որ փորձ էինք անում, ասենց նյարդային, չգիտեմ, պայթյուններից մոտ, հա, ամբողջը ասենց կուտակված այդ հոգնածությունը ու մտածում էի, որ լավ չի ստացվում, ասենց լացեցի եւ հետո հանգստացա։ հա, Իսկ որ ելույթներ համերգային, որ օրվա, որ համարներ դա։ Բրյունետի եւ Կամիֆրենցի դիմակ երգը, որը մեզ մոտ կարծում եմ ամենաստացվածը չէր, նաեւ այդ պատճառով։ Ես էլ եմ նույնն ասում, դիմակը մի չստացվեց մեզ մոտ, կարծում եմ, որ մեր երգը չէր, Շատ բարդ էր, հա։ բայց մնացած բոլոր ելույթները շատ սիրել եմ։ Ո՞րն է ամենատպավորիչը եղել։ Որ Ամենատպավորիչը տպավորվել եք ու գոհ եք այդ ելույթից։ Ու ամբողջ կյանք կհիշեք։ Ես ամեն դեպքում La La Land-ը իմ համար, որովհետև ոնց ասացի եթերների ընթացքում, ես միշտ երազել եմ առհասարակ դերասանուհի դառնալ, բայց կոնկրետ խաղալ մյուզիքլում։ Ու բացի դրանից ես ռոլիկների վրա եմ, որը իմ ամենասիրած բաներից է,
ու իմ համար այդ իրոք մի ամբողջ sense հրավառություն էր, ես շատ եմ վայելել։ Ինձ համար Էմիի եւ Սուպեր Սակոյի եթե դու գնաս երկը, Դա ամենաստացվածն էր, հա, հստակ։ Շատ սիրվեց ու ես էլ եմ շատ սիրել։ Բայց մեր բոլոր համարները ես անկեղծ ամեն մեկը առանձին ինձ համար տեղ ունի, որովհետեւ շատ տարբերվող ու սիրուն ելույթներ են ունեցել։ Ներ տեխնիկապես բավականին բարդ համարներ էր, ձեզ համար նոր փորձությունների եկինքները ձեզ ենթարկում, որն է եղել տեխնիկապես ամենաբարդ համարը, որի արդյունքում դուք կարողացաք համերգից անմիջապես հետո հասկանալ, որ վերջ հաջողել ենք։ Ինձ թվում է ռոքը։ Հա, ռոքը։ Մենք որովհետև ես այնտեղ հարվածային եմ Հարվածային գործիքներ։ գիտար, սարան բաս գիտար Ու ու ես մենք էլ պարապել էինք այդ ամեն ինչի համար, որ մաքսիմալ ճիշտ նվագենք։ Ես առասարակ որոշել էի իմ բոլոր տարբեր տաղանդները, կապ չունի ինչ տաղանդ է, օգտագործեմ հնարավորինս շատ ու նաև մեր եթե դու գնասի իմ ընկնելու էդ էլ է տաղանդ, որովհետև ինձ չգիտեմ ինչի անցավ կարողանում եմ ընկնել։ Ասացի էդ էլ օգտագործենք։ Դա իրականում պրոֆեսիոնալ վարպետներին է միայն տրված այդ հնարավորությունը, բեմական տեխնիկա է, թե ինչպես ընկնեմ, որպեսզի որևէ վնասվածք չստանամ, բայց Շուշանը դա գիտի ի սկզբանե, առանց որևէ տեխնիկայի տիրապետելու։ Մարմինս գիտի ինչ անի, որ չցավայ։ Մանկուց սիրել եմ ընկնել։ Ես սիրում եմ ընկնել, անցավ։ Ռոլիկով գնում ընկնում էին։ Ինչու՞ մասկանում։ Եղբայրս նկարում։ Շրջանակներում բոլորը ընկնում էի։ Այո, որովհետև քիչ առաջ նաև Անահիտն ու Նինան էին մեր տաղավարում։ Նինաների պատմում իր ընկնելուց։ Անդադար ինչ որ ընկել անի։ Չէ, բայց Նինան չպլանավորված էր Նինան ընկնում, իսկ Շուշանը պլանավորված էր ընկնում կադրի համար հատուկ։ Հասկացա։ Ինչ նոր որակներ բացահայտեցիք ձեր մեջ այս նախագծի շնորհիվ։ Ես մտածեմ դու պատասխանի։ Ես էլ ինչ նոր որակներ։ Ստրեսակայունություն։ Այո։ Պատասխանատվություն որոշակի այն առումով որ ես մտածում եի որ երբ որ գա այդ պահը որ ես պետքա բարձրանամ բեմ ես մինչև այդ ամբողջ 2 շաբաթ երևի արդեն պատրաստում էինք փորձեր էինք անում ամբողջ ընթացքում մտածել եմ իմ ուղեղում 10 րոպեն մեկ sense եղել է ուզում եմ չեմ ուզում կարամ չեմ կարա ու փոփոխական էի շատ ու մտածում էի կարող է գա այդ պահը ես չբարձրանամ բեմ ասեմ չեմ կարա Ժողովուրդ, ուղղակի չեմ կարա բացատրեմ խի ու փախնեմ այդտեղից։ Բայց չարեցի տենց ու ամեն ելույթին չարեցի տենց։ Ու ես զգում եի այդ ամեն ինչը։ Ես ասում եի այդ ամեն ինչը։ Ու ասում էր, վերջ չեմ ուզում էր այդ պահին ես փորձում էի ամեն ինչը անել, որ Շուշանը հետ գա։ Դա կոմոդ ստացվում էր շատ լավ։ Ու ստացվում էր։ Չգիտեմ։ Ես չգիտեմ այդ դրա անունը ինչա։ Հաղթահարում, հա, ինչ որ։ Ես օրինակ չեմ հիշում հիմա այդ վատ պահերը ջնջվել այն ուղեղից։ Միայն լավն եմ հիշում։ Լավ հիշողություն, ու այս վերջի տարիներին ինձ մոտ միշտ այդպես է։ Չեմ կարող հիշել վատ բաները։ Շատ լավ հմտություն է սարը։ Անկեղծ ջնջում եմ ուղեղիցս, միայն լավ ուրախ պահերն եմ հիշում։ Իսկ այսքան ժամանակ աշխատում եք, անքուն գիշերներ, փորձեր, որպես մարդ, ընկերներ, իրարից ինչ եք սովորել, բեմից դուրս։ Ես ասեմ թե դու։ Ասա։ Ես Շուշանից սովորել եմ հավասարակշռված լինել։ Ես համեստ եմ, բայց Շուշանը լիքը հարցերում, օրինակ ես կարող եմ առանց մտածել, այդ պահին ոգևորված խոսել, ասենց Տեղը չպետք է ասեիր, պետք է սենց մի քիչ համես։ Դելով ես դες Բայց ճիշտ ես արել, որովհետև անկեղծ ես ոգևորված ժամանակ։ Իսկ մա հանգստության մասին ես, որ ես սենց ամեն ինչ ավելի սառն եմ դատում այդ պահին։ Հա, ինձ թվում է տենց։ Ես կասեի առանձնացնել երաժշտական տեսանկյունից, իրականում ես 2 ամսվա ընթացքում շատ զգացի Այն օրը գիտար վերցրեցի երգեցի, հասկացի, որ փոխվել է ու ավելի լավ է ստացվում ինձ մոտ երգելը եւ դա մեծամասամբ նաեւ Սարոյի կողմի շնորհիվ է, որովհետեւ շատ է օգնել ինձ ընթացքում։ Բայց շատ լավ զույգ են։ Այո, փոխլերացնող։ Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել մեր Լիլիթին Նավասարդյան, որովհետև մենք գժվում ենք իր համար, ոչ թե մենք նրան ընդունում ենք մեր վոկալի մասնագետ, նա նաև հոգեբան է, որովհետև երբ որ մենք տխուր, օրինակ Շուշանը իր այդ օրվա խնդիրներով ես
Լիլիթը այնպես էր անում, որ այդ ամեն ինչը մոռանում ենք։ Մենք կարող ենք ժամերով սենց չպարապենք, պարկենք, խոսել մեր հետ, չայ կխմենք, սկսում ենք երգերից խոսել, իր ստեղծագործություններն էր դնում ու Իր կախարդական աշխարհը ձեզ առանց տեղափոխել։ Լիլիթի բոլորը կփաստեն, որ բոլոր զույգերս չէին կարող ունենալ այդպիսի հավաք, գրագետ, ճիշտ, սիրուն ելույթներ։ Եվ առասարակ երկու աստղը չէր լինի երկու աստղ, ինքը շատ մեծ մասնակազմ էր մեր համար մասնակիցների։ Իսկ ով է ավելի պարտաճանաչ փորձերի ժամանակ։ Եթե խոսում ենք ուշանալու մասին միանշանակ Սարան, Որ դուք ուշանում եք, Մարտաճանաչ։ հա, պարտաճանաչը Սարան։ դուք ուշացող եք։ Հա, իմ մոտ ներքին ժամացույց կա, որը փչացած է, չի աշխատում։ Ես չեմ պատկերացնում ժամանակը ճիշտ ձևով։ Ինձ թվում է ես կհասցնեմ 10 րոպեում ամեն ինչ անել հասնել այնտեղ, որտեղ անհնար հասնել։ Բայց ասում ես վերջերս ես քեզանից բարակվել եմ, որովհետև տեսնում եմ որ 10 րոպեից պետք է լինեմ տվյալ տեղում, ասում եմ, դե լավ, հա 5 րոպեից կհասնեմ։ Դանդաղ հետո ասում բայց Չէ, թող Պարտաճանաչ։ Ինձ թվում է երկուսս էլ փորձի ժամանակ շատ փորձում են գերազանցիկ լինել ու ամեն ինչ անել մաքսիմումի։ մաքսիմալիստներ եք։ Լավ։ Ինչպես կբնութագրեք երկու աստղը, եթե մեկ բառով բնութագրեք։ Ես երևի էլի կասեմ իմ մասով հաղթահարում եղավ իմ համար երկու աստղը։ բացահայտում ինքս իմ մեջ Բացահայտել եւ հաղթահարել եք երկրորդ եթերաշրջանում։ Ինչ կմաղթեք մյուս մասնակիցներին։ Լիքը սեր։ Ինչ առումով այսօրվա Այսօրվա եւ երկու աստղի ավարտից Ոչ միայն հետո այսօր, առասարակ։ կասեմ, որ շատ սիրել եմ, յուրաքանչյուր անձի սիրել եմ, մենք շատ լավ կոլեկտիվ էինք, մաղթում եմ մասնագիտական մեծ ձեռքբերումներ, բոլորը ունեն շատ մեծ պոտենցիալ, ու որ իրանք բացահայտեն իրանց պոտենցիալը։ ու ամեն փուլին ովքեր որ դուրս էին մնում, մենք շատ նեղվում ենք ու որովհետև մեր առավոտները միշտ սկսում էր բոլորով ու երբ որ գալիս ենք հաջորդ փուլերին ու մի զույգ չկար, քչանում էին կանաչ սենյակում, օրինակ ասում էի վայ բա Էվան ստեղ չլիներ, օրինակ բա Զարուհին ստեղ չլիներ, բոլոր մասնակիցներին շատ սիրել ենք ու հաստատ մեր կապը միշտ կլինի, որովհետև մենք հիմա էլի եթե հավաքվում ենք, բոլորով ենք, միասին ենք հավաքվում, մաղթում եմ բոլորին թող այս տարում բոլորի երազանքները շուտ իրական դառնան ու միշտ հաջողված լինեն իրենց ընտրած ոլորտում, չգիտեմ Հաշվառնելով որ մի քանի օրից արդեն ամանոր է, նաև կխնդրենք ձեր մաղթանքը մեր սիրելի հեռուստադիտողներին, հայրենակիցներին։ Ես ուզում եմ աշխարհին խաղաղություն ամենակարևորը ու բոլորը լինեն առողջ, երջանիկ, այսքանը ամենակարևոր բաները։ Ուզում եմ իմ երկու աստղի sense մասնակցությունը, ելույթները նվիրել իմ նման փակ, ամաչկոտ, ինտրովերտ մարդկանց ու հիշեցնել, որ կյանքը շատ սիրուն ու հետաքրքիր է մեր կոմֆորտ զոնայից դուրս ու երբեք չթողնենք մեր վախերը մեզ հետ պահեն կյանքի հրաշալի մարտահրավերներին այո ասելուց։ Ես գժվում եմ քո համար։ Ու մենք ես որ դու ինձ օգնեցիր ասել այո։ Ինչ լավ է որ դուրս չենք մնացել, ես կլացեի բեմի վրա։ Բայց Սարոն ուզում է ձեզ գրկի։ Հա, մենք միշտ գրկում ենք։ Իրոք շատ լավ զույգ եք։ Մերսի շատ։ Շնորհակալություն ձեզ, որ դուք մեր տաղավարում եք, մենք այսօր ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում եւ Ձեզ նույնպես։ Մենք մենք բոլորին այսօր հաղթանակ ենք մաղթում։ Իսկ դուք քվարկել եք։ Այո։ Շնորհակալություն ձեզ, որ մեզ հետ սկսեցիք առավոտը։ Իսկապես նաև երկու աստղը եղավ հնարավորություն բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք իրենց հետաքրքրությունների բերումով գուցե չկան սոցհարթակներում եւ այնքան էլ ակտիվ չեն այնտեղ, չեն հետևում ձեր գործունեությանը եւ եւս մեկ անգամ նրանց հնարավորություն է բացել իրենց էջերը, հիշել ձեր անունները եւ որոնման հարթակներում գտնել ու սկսել հետևել ձեզ նաև երկու աստղից դուրս, որովհետեւ երկու իսկապես շատ հետաքրքիր մարդիկ էին մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Մենք շարժվենք առաջ։ Կլսենք ու կվայելենք հրաշալի կատարում
որից հետո կվերադառնանք ու նորից կդիմավորենք արդեն հաջորդ զույգերին։